Բարի եկած սիրելիներ, արժանապատիվ կանանահայր և սիրելի Աստծո ժողովուրդ, փառք որ Տերը այսօր մեզի կյանք տվավ իր արևը ծագեցուց եւ այս ժամում մեր ոտքեր առաջնորդեց որ կանք միասին իր անունը փառաբանենք, իր անունը մեծարենք եւ եղբայրներով, քույրերով միասին ժամանակ անցնենք եւ միասին հավատենք, որովհետեւ իր խոսքը ներդրոջ որտեղ որ երկու կամ երեք հոգի իմ անունովս հավատվին, ես այնտեղ իրենց մեջ ներկա եմ եւ կհավատանք որ այսօր Տերը մեր մեջը ներկա է։ Մի խնդրեմ որ գայս տերունական աղոթքով եւ շարունականով սկսենք մեր այսօր ապաշխարումը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Պիտի կարդամ 27-րդ Սամոսը Դավիթի պարապանության աղոթները մեկներ, Մանմոր եւ ողբոյ մյուսը ամեն Տերը իմ լույսս ու փրկությունս է։ Ես որ մեկի վախնամ։
Դեր իմ կյանքիս ապավենն է, ես հորմեմ պիտի թողամ։ Չարերուն իմ մարմինը սուդելու համար ինձի մոտեցած ադենը, իմ ներիչներս ու թշնամիներս ցահեցան ու ինգան, եթե վրաց զորքի բանակերն է, սիրտս պիտի չվախենամ։ Եթե ինձի թեմ պատերազմի պատրաստությունը լա, դարձյալ ես վստահ պիտի ելնամ։ Բամը կխնդրեմ Տերոջ մեն ու ասի գագալաչեմ, որ կյանքիս բոլոր օրերը Տերոջը տանը մեջ բնակի, Տերոջը վայելչությունը տեսնելու ու անոր դաջարի մեջ զինք խնդրելու համար, վասնզի չար օրվա մեջ իր բնակարանի մեջ զիս պիտի բահել, իր վրանին ծածկոցովը զիս պիտի ծածկել, վեմի վրա պիտի վերցնես ու հիմա իմ գլուխս պիտի բարձրանա, իմ բոլորտիկս եղող թշնամիներուս վրա, ու անոր վրանի մեջ ուրախության ցայնով զոհեր պիտի մատուցանեմ, պիտի երկեմ ու սարամոս պիտի իսեմ Տերոջը, ով Տեր, ցայնս լսել, կանչելու ադենս, ու ողորմե և պատասխան դու ինձի, իմ երեսս փնրեցեք սիր, իմ սիրտս ալ, քեզ իսավ, քու երեսդ պիտի փնրեմ ով Տեր, քու երեսդ ինձ մե մի ծածկեր, փառքությունովը ծարատ մեկնի մի ցկեր, ինձի օգնական եղար, զիս մի մերժեր, զիս մի թողուր, ով իմ փրկությանս Աստվածը, թեև հայրս ու մայրս զիս թողում, բայց Տերը զիս պիտի ընդունի, ով Տեր, քու ջամփատ ինձի սորվեցու, ու շիտակ ջամփուտ մեջ ինձի առաջնորդ է թշնամիներուս համար, զիս իմ թշնամիներուս կամքին մի մատներ, վասնզի իմ վրա սուտ վկաներ ու անիրավություն փչողներ ելան, հավատացի թե Տերոջը բարությունը պիտի տեսնեմ կենդանիներուն երկրի մեջ, Տերոջը սպասել, զորացի ու սիրտը թող զորանա, դարձյալ Տերոջը սպասել։ Ամեն։ Դավիթ թագավոր գսեմ բամը կխնդրեմ Տերոջ մեն, որ ամբողջ կյանքիս բոլոր օրերը իր դունի մեջ ապի, որ իր վայելչությունը տեսնեմ, որ իր գեղեցկությունը վայելեմ, իր փառքը վայելեմ։ Այսօր թող մեր ցանկությունը քույրեր եղբայրներ ըլլան նույնը, ոչ թե երգել, այլ տեսնել Տերոջը փառքը եւ զգալ իր ներկայությունը։ Սկսենք մեր փառաբանությունը եւ Տերոջը փառաբանենք։ Yeah.
շամիները մեզ մենք հերացն են, մեզի գվահ է, գվահվան է իր հրեշտակներով, որովհետև իր խոստում են։ Քանի մենք իրեն կաչած ենք, քանի որ մենք իրեն վստահած ենք, Դերը մեզի դեր է, Հավիտյանս Հավիտյանս, իր խոստում է։ Տերոջը մեծարելու և պարապանության աղոնը բարձրացնելու։ Անանոր և որդո և ոգնուն սրտո ամեն, սրտության մեջ, կարավորյալ, որդոտյան մեջ սկանչելի, մեր հզոր աստվածը, մեր ամենագալ դերը, պարկուդան քեզի դեր այս պահան համար, որ շապատ մի ևս, մեզի բահելով, շապատ մի ևս, քու շնորհքդ մեզի հետ ըլլալով, քու սերդ մեզի հետ ըլլալով, և Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեզի հետ մնալով ով դեր, մեզի դարձյալ ժողովեցիր քու դանդ մեջ, մեզի դարձյալ հավաքեցիր դեր քու ներկայությանդ մեջ, մեծարելու քու Սուրբ և պատվական անունդ։ Այո դեր այս պահման մեջ, մեր սրտերը կծնծան, մեր սրտերը կուրախանան, որովհետև ով դեր, արժանի ես դեր, որ քու զավակներդ քեզ պարապանեն, քեզ մեծարեն, այն բոլոր մեծամեծ գործերուն համար դեր,
որ կործած ես և կկործես և պիտի կործես Տեր, մեզ մեր յուրաքանչյուրի կյանքի մեջ, մեր եկեղեցու կյանքի մեջ ով Տեր, Տուն փառավորված ես Տեր, այս վայրի մեջ ով Տեր, Տուն կմեծարվիս այսօր, որովհետև արժանի ես այդ մեկին Տեր, և հատուկեն Տեր, այս նվիրական օրվա մեջ ով Տեր, փառք կտանք ով Տեր, որ Դու քո փառքովդ հայտնեցար ով Տեր, և այս պահվա մեջ մեր փափակը նման է ով Տեր, քո աշակերտներուդ, որըսին վրաններ լարենք և այստեղ մնանք, քո ներկայությունից չզատվենք, այո Տեր, մշտական ով Տեր, մշտական ուզենք քո ներկայության մեջ մնալ, օգնե մեզ Տեր, որ մեր ով Տեր, յանքերը լրիվ քեզի նվիրված կլան, ուր որ լան, ինչ վիճակի մեջ որ լանք Տեր, Տեր կաղոթենք նաև հատուկեն այս պաշտամունքը Տեր, ոնց երկերուտ մեջ լան, կհավատանք Տեր, որ օրդության անցրելները կտապես Տեր, կհավատանք Տեր, որ այս պահվա մեջ մեզի այնպես պիտի չլրգես, ինչպես ով Տեր եկանք, ինչպես աշակերտները քեզի հետ վերը բարձրացան և քո փառքիդ հանդիվելով իջան, մենք ալով Տեր, կհավատանք, որ կհաննա հոր միջոցով ով Տեր, քեզի պիտի հանդիվենք, քեզի պիտի լեսնենք, քեզ մոտ պիտի նորոգվենք, քո խոսքիդ մեջ պիտի հաստատվենք, և ով Տեր, դուր որ ով Տեր, այն ինչ որ ուզես այսօր մեզի ասել, բաց մեր սրտերը, բաց մեր հոգին ագանչները Տեր, անոնք լսելու, անոնք ընդունելու և ավելին ով Տեր, անոնք գործադրելու քո թագավորությանը և քո պարտիտանը։ Օրհնես Տեր յուրաքանչյուր ծարատ և աղախինդ, որ այստեղ ներկա է։ Հատուկեն Տեր, հատուկեն գաղոթենք, որ մեր սիրելի քահանա հոր վրա անգամ ևս ով Տեր, քո թար օծությունը իջնի Տեր։ Իր գլխում մազերեն մինչև ոտքին թաթը, օրհնած, պատրաստած, մաքրած ծնված իրեն Տեր, այսօրվա այս ծառայության համար Տեր։ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն, երորդ եղբայրավոն, ինչպես եղբայրավոն աղոտքի մեջ եսավ, աշակերտները երբ այդ Տերոջը փառքը տեսան, ուզեցին հոմ մնալ, վրաններ դարել և մայնալ։ Մենք ալ այսօր հավատքով կտեսնենք մեր Տերոջը և ներկայությունը կզգանք և կուզենք այդ ներկայության մեջ ապրել, Տերոջը ներկայության մեջ մեր վրանները լարել և իրեն հետ ապրել։ Եկեք մեր հավատները, մեր կյանքը, մեր էությունը, մեր ամեն ինչը կենտրոնացնենք միայն մեր հավատքի առաջնորդի վրա, միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա և ասենք միայն քեզ նայենք Տեր։
այլոք մեր սրտերը, մեր ցայները բարձրացնենք Տերոջ առջև եւ ասենք ինչ հրաշքնեցություն ես ով Տեր, ինչ բարավոր օրհնություն ես ով Տեր, միայն իրեն նայենք, միայն իրեն հուսանք քույրերը բերներ։ Ամենամեծ խաղաղությունը իր ներկայության մեջն է։
Մեր անձերը քո առջև կտնենք այսօր Տեր, մեր հոգիները, մեր սրտերը քո առջև բաց գիրքի պես կտնենք ո Տեր։ Այդ գիրքի մեջ դու նոր բաներ կրա այսօր ո Տեր։ Կխնդրենք Տեր, այդ գիրքի մեջ այդ էջերը, այդ տողերը, որ դու չես հավի, ներքու կամքիդ համացան չի, սրտե այդ էջերը ո Տեր։ Եվ ավելցուն տեղը քո խոսքերդ, քո խորհուրդներդ, քո օրհնություններդ, քո բարիքներդ, որովհետև երբ մարդիկ այդ գիրքը բանան, միայն քեզի տեսնեն։ Մեր դգարությունները, մեր մեղքերը, մեր թուլությունները չտեսնեն, այլ միայն քեզի տեսնեն եւ փառք տան քեզի, որ երկնքի մեջ ես։ Այո, դեր ինչպես այսօր դու այսօրվա պես այլագերբվեցար։ Երկրորդ Տեր, մեր անձերն այլագերբ այսօր Տեր։ Քո առջևդ դլանք փայլուն ով Տեր։ Քո առջևը դլանք ջերմակ ով Տեր։ Մեր դգարությունները, մեր աղտերեն ով Տեր, մաքրված, զտված տեսնես մեզի ով Տեր այսօր։ Եվ այն մեկը չլար, եթե ոչ քո արյունով Տեր։ Կխնդրենք քո ներկայությունդ, քո զորությունդ մեր մեջը ներկա հլա, մեր մեջը հանգստանա ով Տեր։ Եվ քո խոսքիդ եւ խորհուրդներիդ միջոցով ով Տեր։ Այլագերբված եւ փոխված ելնենք այս սրային Տեր։ Քո օծյալդ ու զավակդ քո ձեռքերուդ մեջ կտնեմ Հայր։ Օրհնե քահանա Հայրը իրեն լեզու գերան եղին, իր աջ կողմը գեցիր։ Եվ այսօր ինչ նամակ որնից մեզի փոխանցել ով Տեր։ Իր խոսքերու միջոցով փոխանցելով Հայր։ Այն խոսքը, որ իր շուրթերը պիտի ելնեն, իրեն եւ մեզի օրհնությունը լա այսօր Հայր։ Մեր փառաբանությունները ընդունիր, մեզի զորացու, մեզի օրհնե եւ քո խոսքով մեզի փոխած այսօր ասվայրեն դուրս բերում Հայր։ Հիսուսի անունով խնդրում եմ։ Ամեն։ Բահնեն Տերոջ խոսքը, Տերոջ պատկանը լսենք արժանապատիվ Տեր Վասկեն Քահանա Քյոշկելյանի միջոցով։ Ուրախացեք։ Անհոր եւ որդվո եւ ողունջ սրբո ամեն։ Ահա որ չափ բարի է ու որ չափ վայելուչ է, որ եղբայրները իրարու հետ միաբանությամբ կգնագին։ Ամեն։ Սամոս 133-ը եւ հատկապես առաջին համարը ինձի համար յուրահատուկ դեր ունի այս համար, որ ընթերցեցի, որուն մեջ ես կտեսնեմ Քրիստոսի եկեղեցվո եւ Քրիստոսի եկեղեցվո զավակներուն միության, համերաշխության եւ իրար կողքի ըլլալուն գաղափար եւ միտքը։ Ուրախություն է եւ վայելուչ է, երբ մենք այսօր այս բանին
իրար շուրջ հավաքված, իբրև եղբայրներ, իբրև քույրեր, կներկայացնենք Քրիստոսի եկեղեցվով մեկ մասնիկը, որովհետև Քրիստոսի եկեղեցին մեծ է և ընդլայն է։ Եվ մենք փոքր ածում ենք գրնալալ, բայց միևնույն ժամանակ այն եկեղեցին ենք, այն հավաքն ենք, այն քույրերը եղբայրներն ենք, որ դերը կվաշտենք ոչ թե միայն շրթունքներով, այլ հոգիով, սրտով ու մտքով, այլ խոսքով, ամբողջ էությամբ։ Սիրելիներ, ինձ համար մեծ ուրախություն է այս պահին ձեզի հետ ըլլալ, ընդառաջելով այս տան պատասխանատուներուն, այս եկեղեցվոր պատասխանատուներուն հրավերին, բնական է, որ չէի կրնալ մերժել, չէի կրնալ ոչ ասել, որովհետև երբ հատկապես հոգևորականեմը կպահանջվի Աստուծո խոսքը փոխանցել, պատկանել, քարոզել, մեկնաբանել, իրավունք չունի ոչ ասելու, որովհետև սա իմ բարդականությունս է, բարդականություն ավելի իմ կոչումս է, իմ գործն է, գործ այն իմաստով, որ իմ գործս գիշեր ու ցերեկ Տիրոջ անունը փառաբանել եւ Տիրոջ անունը փառաբանել դալ եւ Տիրոջ խոսքը դարաձել ու քարոզել ամենուրեք։ Սա շուտ ուզեմ քիչ այսպես վկայություն փոխանցել, որ եղբայրս այդպես պահանջեց։ Ինձ այսպես կոնտրոլ ունենք։ Ուրեմն պահանջեց, որ այսպես հագիր ցեղով վկայություն տալ, բնականաբար ամեն բան ընտանիքը կա։ Եվ ես մեծած եմ հավատացյալ ընտանիքի մեջ եւ հատկապես Աստվածօգին լուսավոր է իմ մեծ մայրս Էլիզ նենես որպեսերի, որ իր ցերկերում մեջ մեծած է մինչև 13-14 տարեկան ետքին փոխադրվեցավ թե կարգայություն, թե մի անտենական կյանք, սակայն իր խոսքերը, իր քաջալերանքները, իր ուսուցումները իմ վրա շատ մեծ հետ թողած են, ցկած են, որ միշտ փոխություն է սիրել ինձ գարաշնորհներ եկեղեցի, կամ գարաշնորհներ դիրեկտորյաներ եւ այլն, դուրի մեջ մեծի սամոս այնադեն թե քիշեմ դուք նորեն կարաբաները գտային, անդր ճակատակի նկարդին կարաբաչ դեսնելը։ Ուրեմն քիշերները մեծի 4 կոմը գավակել ինձ քույրիկս եւ բայրս եւ իլահիներ երկեր, թրքերենով իր մամայի մնացած Զարուհի նենային, այսպես երկարամը գար հայերեն դարերով, ուրեմն շարականներ երկեր հոգևոր, բայց թրքերեն լեզվով, մեզ անոք երկեր, կսորվեցներ, ասպարաշուչ կգարտար, սամուս կգարտար, և այդ շունչով այդ հոգիով մեծած եմ, և այդ մեկը իմ վրաս ի փոքրուց, այսպես ծանված է այդ հոգինիկ մեջս։ Եվ երբ հասակ կարնեին մեզ նա անշուշտ ես կհաճախեի եկեղեցի, բադարակներում կհաճախեի չանեց, բադանյաց, ամեն դեղեի և անշուշտ իմ մեծ սերս էր և բայրացությունը հանելի, որ այդտեղ կհաճախեի, կույրեր եղբայրներ շատերը ծանոթ են այստեղ, շատ տարիներ էր վեր, և այդտեղ օրը, որ իմ գոչումս շատ ավելի հստակացավ, որ ինչ պետք է լինեմ ես ապակային, ինչպիսի մեկը պետք է լինեմ, կամ ինչ եմ բարդականությունս կամ թերագադարությունս այս կյանքի մեջ։ Եվ բնականաբար աղոթներով, հետևելով, մի դեղ եկա, որ արդեն իսկ Աստված ինձ ուղղագիսա, որ ցուն պետք է իմ թաշկիս մեծ ծառայես, հոգևորական պետք է լինես, սա ինձ համար հստակ էր, անշուշտ թույլին չեղավ, շատ այսպես քարքարոտ, ժայռոտ ջամփաներ անցնելով, գիտեք, խոչընդոտողներ գնան, նախանցողներ գնան, առջև բարի սնողներ գնան, բայց այդ բոլորը ես գրծա շրջանցնել իմ հավատքովս եւ անշուշտ Աստծո օգնությամբ, որովհետեւ Աստված ադիգա ուզելով, եւ Աստված է որ բան ուզում մեկը չգնալի առջև գնալ։ Եվ իրականության մեջ այդ բոլոր դժվարությունները, խոչընդոտները, փորձառությունները մենք կշահենք, անշուշտ այդ գիտակցաբար։ Ամեն բան գիտակցություն ուզել։ Եվ որ գիտակցաբար ես այդ բոլորը ընկալեցի, դեսա որ ինձ համար օրհնություն են անում, եւ այսօր ես խոսեմ։ Արդեն իսկ 27 տարիներ է վեր օծված եմ, իբրև դերվասկեն, կանա, գծարային այժմ Սուրիա, Լատակիա, ատկեց առաջ 16 տարի Իսվահան էի Բարսկաստան, ատկեց առաջ 1 տարի Դերժոր, ատկեց առաջ 2 տարի Թաքսել Լատակիա, վերջը 27 տարվա ամբողջ երկմը ծառայության, որ օրմը երբեք
չեմ կանգնած, որը չեմ վրդոված, այլ միշտ դեպետ դժվարությունները, դեպետ նեղությունները ինձանոց օրնություն դարձած են եւ փորձառություն կյանքի եւ անոնց մեջ շահած են, ինչպես որ անմարդիկ կրմանեն սորվի, ես այլ կրմանես շատ բաներ սորված եմ եւ ինձանոց օրնություն դարձած են սիրելիներ։ Մինչեւ որ իսկ օրինակ 11 տարիներ առաջ 2015-ին էր բժիշկը ինձ ասա, որ 2 ամսվա կյանքը մնացած է։ Նորեն երեցկինը շատ քաչ արկում են, երեցկինին քաչությամբ ասա, որ կոմբիդի չի մեր սա, ինձի համար կդավես սա, ես ադասի կեզ համար կդավելու խոսք կդամ, որ այս մեկ իրականություն է, և մենք որ երկուշապտի արգում ուներ, հիվանդանոց կդերտային, որ այլես իբրետե կիմոթերապի բիդարմեն, կացինք, ատկես առաջանշուշ մեկ ամիս լիպանան էի, սրպազան իջագս արդեն տեսած էր, ինձի բժիշկ կարգադրեց, հիվանդանոց կացինք և այլն, այդտեղ հայտնվեցավ հիվանդությունս, և այդտեղ ես անշուշտ այցելեցի հորակրոջս դումուն հետ միասին իր առաջարկով մարշայբեր վերը, հենայան։ Եվ այդտեղ ես բայլեցի նիրոջ հրաշկը, Սարգուզյան բգայել, երբ արդեն վիճակս շատ վատ, ոտքից իժվար կգենայի, երեցվի մեկը գտնա բգայել, երբ կացինք այցելեցինք և բադարակին գիրագի հարապոտ էր, այդտեղ ես նիրոջ ծերկերը, հրաշակորդ ծերկերը սկացի, երբ այս հապուսը սկսավ եկեցում էր ասպես ծրիվ և ես զորությունը սկացի և վրայս այդ հիվանդություն ամբողջովին տապավ և ես քաղաք եկան, առաջին հորակույրս և ընտանիքս իմ դղաս վրա փոփոխություն մգա, ինչ եղած է, ըսի կարծեմ օքեյ ամեն բան դեր իր հրաշքը գործեց, ուրեմն անմիջապես Բարսկաստան Իսպահան վերադարձանք, դոկտորին կացինք, նգարները տեսա մարդի, ինչ որ բժիշկական գիտականորեն, այդ մարդը ադոր գաղոտ է, գիտության գաղոտ է։ Եվ սա երկու ամսատ ուշացել ես, երկու ամսվա կյանք եք մնացել ես, լավ ես դոկտոր վրաշ չունի, մենք տուն կացինք, երեցքին սա, որ միջի մերդիս ինձ համար մի դավրիս, զորապոր երեցքին ունիմ ես, որ երբեք չի վախնար, երբեք չի վրտովին, այլ հույսով էինքը, կացինք հիվանդանոց երկուշապտի արդու գնանք, որ կիմոթերապի արդու գետ հասնում այնտեղ, և եկան 7 հատ բժիշկ կրպուս վրա, գնային, որ գսերն են, որ բարսկերեն անշուշտ խոսին ես հասկում եմ իրենց, գսեն, որ այո, հիվանդություն կա, հիվանդ է այս մարդը, բայց դարօրինակ պամեգավորնին կիմոթերապի չենք կրնակ որ կարասում, իչի կրնակ տալ։ Ուրեմն 3 շաբաթ ինձի պահեց և հատկապես իզոլեի սենյակում այսպես, դոկտորը գուկամ են արկու, թեղերս կուտան անշուշ և դագավին կիմոթերապի չեն գնարուց, և չսկսանան։ Տարբեր սերոմոասերներ թեղեր կնին քիչ մզորացնելու համար և այլն։ Դոկտորն եկավ սա որ գներես սա գինեմ ոգևորական ես կուպայց պանություն, սա տուն գաբին պես պամանես, որովհետև դեղս վարգամը չէի գենար, կեր ծանգում կամ սա պետք է տունը շատ հոգնած, թապած, այսի մահամերց վիճակի մեջ ես դոկտոր ես միջում եմ նսի, ըսի տուն հավատ կունիս չեմ ասում ձո այո սա, ըսի որ տուն գիրես քանի հազար մարդ ինձ համար գաղոտ է, քանի հազար մարդ ինձ աղիս կարես այդ որերում ամեն ուրեք որ վիճակես տեղյակ էին, մոմ բարեցին, աղոտ կրին և ըսի անոք շնորհ ես այո գաբիգի պես եմ կկալեմ գծած կրդեմ ըսի և աստեղում ով ճարություն դեմ եմ և պարկ աստծո 11 տարանցավ այդ որոն է և ես ողջ առողջ իմ կյանքս կշարունակեմ երեցքինի հետ միասին և ուրախ ենք և հանգիստ ենք Տիրոջ անունը միշտ փառավորյալ է։ Ուրեմն այսօր մենք իբրև հայ արաքելական սուրբ եկեղեցի մեր երրորդ տաղավարդոնն է։ Երրորդ տաղավարդոնը կգոչվի այլագերբություն Տեր Հիսուս Քրիստոսի կամ բայձարաբերության տոնը։ Ես միշտ հիշեցնում եմ եկեղեցին, ճայները միշտ պետք է մարենք, լրացնենք։ Ուրեմն բոլորս անշուշտ որ ծանոթ ենք, տեղյակ ենք բայձարաբերության, այլագերբության տոնին, որ Մատթեոս Ավետարանի և Ղուկաս Ավետարաններու մեջ հիշված է այս դեպքը։ Սակայն իրականության մեջ Աստվածաշունչին կամ Քրիստոսի քրիստոսաբանության կամ Քրիստոսի առաքելության գորիզը կգազմի։ Եվ այս դրվագը բարդ այսպես երկու խոսքով կամ բացատրելով չի վերջանար։ Պետք է որ վերլուծվի, պետք է որ մեկնաբանվի ամեն մեկ քայլը, որ այդ դեպքի մեջ պատահեցավ։ Այո, թափորներ են, բայձարաբերության, Մովսեսը Եղիան եկան, ասին տաղավարներ չունեն, վերջի դերը սա վերտան կացին, բայց ամեն մեկը իր պատկան ունի, ամեն դեպք
պատահական օրեն չդասերելներ։ Դիրոջ քո պատահական բան չկա։ Ամեն բան սերդված եւ ծրագրված է։ Համաձայն եք։ Համաձայն եք։ Մենք այսօր այստեղ ենք պատահական չէ։ Դիրոջ կամքով։ Ինչ որ մեր կյանքի մեջ կլա դիրոջ կամքով։ Պատահական ոչ մեկ բան չկա։ Դաղավար դոնն այսօր երրորդ դաղավար դոնը այլագերությունը, բայցարագերությունը բարձ ամեն հրաշքորդերը գործեց կամ կատարվեցավ իր միջոցով կամ իր ցերկով կամ իր ներկայացում ամենն իր պատկան ունի։ Բայց ինչպես որ ասի, թափորները իր հատկությունը, յուրահատկություն ունի։ Տեսնենք թե ինչ է։ Նախորյակին թափորներան կամ լեր բարձրանուն եւ որ գարտան օրվա ջաշո ավետարանը որ արդյոք արտացվեցավ եկեղեցու մեջ, գսե Հիսուս սկսավ իր առաքյալները պատրաստել մեկնաբանությունը վրա։ Պատրաստել քանի օրը մոդ էր իր ծերպակալվելը, իր մատնվելը, իր չարչարվելը, խաչելությունը եւ այլն սկսի անուն պատմել։ Քիչ-քիչ իրենց ագանչներուն հնչել, լեցնել իրենց ոգիները, որ պատրաստել եք, այսպիսի օրեր պիտի կան։ Առաքյալները գսել ցեր գարտիկին ինչ է, ցեր գարտիկի թե ով եմ ես։ Մենք գսե Երյանես, մենք գսե այս մյուս մարգարես, մենք գսե այդ մարգարես, իսկ գսե դուք ով եմ, դուք ով գսեք ինձ համար, գսե որ դու Պետրոսն Արաքահաս Պետրոսը, գսե որ դու Աստծո որդին ես, գսե Աբրիս Պետրոս, դու տրախտի հանանիները պիտի գրես, քու միջոցավը տրախտի դռները պիտի բացվի։ Քիչ հետքը թարցանները շարունակեն խոսքերը, ու կա այս անգամ ծառայության մասին խոսքը, ծառայության մասին։ Եվ դեր դարձը գիշեցնեք իր խաչելության և իր չարչարակներու մասին կահանանելու միջոցով և այլն, Պետրոսը գիտեք նորեն Արաքահաս, գսե դեր, այդպես ման չի գտնում այդպես, գսե եդիս կնասան դու։ Դու չես կնար դիրոց ծրագիրները խանգարել, այդ դիրոց ծրագիրն է, որ ես պիտի խաչվիմ, բայց երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Եվ այսպիսով կշարունակվի թեփքը, մինչև որ կհասնի, գսե ով որ գուզե մեծ ընդալ պիտի փոքրելա փոքր, մեծ պիտի լա ով որ ծառայում է, պիտի մեծնա ով որ չի ծառայում եւ այլն այս ուսուցումները դիրոջ եւ գսե 6 օր հետո Արաբ Հակոբոսը, Պետրոսը եւ Հովհաննեսը միասին եւ դեր բարձրացան, մեկուսացան, թափորները բարձրացան եւ ինչու երեքատի եւ ոչ բոլորը։ Տեսեք, այս բոլորը ունի իր պատկանը, ունի իր սերիկը, անցերուն ներկայությունը կամ անցերուն ով է դառը։ Բնականաբար մենք տեսնենք Տեր Հիսուս Քրիստոսը իր հատկապես վերջին 3 ամյա կյանքի ընթացքին, իր առաքելության ընթացքին մգրդության հետ ամիջապես գնաց 40 օր անապատ։ Ատկեց հետ կար կդեղել տեսնենք դերը գմեգուսանար, գհերանար։ Եվ այսօր մեկուսացած սակայն 3 առաքյալներով, որովհետև այդտեղ գդարվելիքը ինչպես որսի գորիսը պիտի գազմեր Քրիստոսի առաքելության կամ Քրիստոսի էության կամ թե ով է Քրիստոս։ Իսկ գմրապեին առաքյալները, այսինքն այսպես իսակուն վիճակի մեջ էին, Հիսուս քիչ վերից կներում էր ավելի բարձր գլորի վրա, հանկարծ կլուսավորվի իր դեմքը եւ հակուսները սպիտակ կլան, գայլագերվի, դբայծարագերվի։ Առաքյալները այսպես մշշոտ, գես ակում, իրեդերին եղածներուն եւ հանկարծ կսե գայտնվին Մովսեսն ու Ելիան։ Եվ կսկսին Հիսուսին պատմել եւ ասել, թե պիտի երթաս Երուսաղեմ, այդտեղ պիտի չարչարվիս, պիտի ծերպակալվիս, այսինքն քալիք օրերը կպատմեն։ Դարձա Պետրոս, Արաքահաս Պետրոսը, Արաքոսո Պետրոսը, կսե վարդապետ, կսե ինչ լավ է, այստեղ 3 դաղավարներ շինենք, մեկը քեզի, մեկը Մովսեսին, մեկը Ելիային, եւ այստեղ մնանք։ Հանգարց կսե գործվին Մովսեսն ու Ելիան, եւ դեր վարդ իշխնայինեցքով կսե պետք չի կա դաղավարներ շինելու, եւ իրենց խրախուսել կամ խրադը ավելի ճիշտ ասելով, որ այս եղածը ոչ մեկում մի պատմեք, մինչև իմ այս աշխարհին երթալս, այսինքն քալիք օրերը բարակային։ Սա պատմությունն է, սա թեփքն է սիրելիներ, բայց ինչպես որսի վերլուծել ուզե, մեկնաբանել ուզե։ Բնականաբար մենք ամեն մեկ իբրև անհատ, հավատացյալ, մարդ, գողոքնիկ մեր կյանքի մեջ։ Բաղ կա որ ուզենք մենք մեզի ըլանք, սենյակ մկաշվին, ինչ ես որ կսեմ երթամ գլողս լսեմ, ես ինձի լսեմ,
Նույնն Տեր Հիսուսը կներ, որովհետև ինք երկու բնություններ մեկ տեղ կգրեր, աստվածային բնությունը եւ մարդկային բնությունը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ինչ որ գներ իր կյանքի մեջ, իբրև օրինակ դառնալու համար մեզ ուղղաներ, որ մարդկության սորվեցնե, ասելով որ երբ որ մեգուսանաս, մարդոց մե հերանաս, աշխարհը սա ամոթ բան չէ, սա իրավունքն է, արդար իրավունքն է, որովհետև Տերը գիտե մեր մարմիններուն, մեր դգարություններուն գճանչնա մեզի, եւ մենք իրավունք ունենք սիրելիներ, Տիրոջ նման հանգարց մեգուսանալու, աղոթքի նվիրվելու, զորություն ստանալու խնդրելու, որպեսզի ավելի զորացած շարժելած ետքանք մեր առօրյա բնականոն կյանքին։ Սա մեկն էր։ Իր հետ արավ 3 հոգիներ, 3 առաքյալներ են։ Ինչու այս 3 արդյոք՝ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը, որ տեսնեին այդ կատարվելիքը սիրելիներ, վկաներ լայն։ Ինչպես որ կդենք Տեր Հիսուս Քրիստոս ոչ մեկ բան ծածկ չրավ։ Ամեն ինչ մարդոց իդեսություն գներ, տեսության դիմաց, գտեսնեին մարդիկ։ Չեր կար, չեր բակներ, որ այսինչ եղավ իմ հետս, եւ ուրա պաստեր։ Ինչպես որ Մուհամմեդը գնե։ Ես տնայեցա լուսինը գդրվեցա, բայթեցա չեն գների։ Ես քարայրի մեջն էի Սարտոստան եղավ ինչի չգրծան, ով տեսավ, ինչ մեկը չտեսավ, գամ Իսրայել Մահրաջ եղավ, ոչ ոք չտեսավ, անպաստ բաներ, բայց մարդիկ կավանան, այդ իրենց պրոբլեմն է։ Բայց մենք չենք հավատար այդպես բաներու, որովհետև մեր Տերը մեզի սորվեցուց ամեն բան փաստացի օրեն տեսնելու, շոշափելու, ըմբռնելու եւ հավատալու։ Եվ Պետրոսը, Հակոբոսը եւ Հովհաննեսը այդ վկաներն են սիրելիներ։ Դեսեք ես կուզեմ գարտալ Պետրոս առաքյալի երկրորդ նամակեն թրվակը, որ ասոր վկայությունն է։ 17-րդ նամակ։ Վասնզի ինքոր աստուծմեն փառք ու բադիվ արա, այն մեծավայելչության փառքեն այնպիսի ցամի եկավ, թե աջիկային սիրելի որդիս, որուն հավներ եմ։ Եվ երկինքեն եկած այս ցայնը լսեցինք մենք, որ անոր հետ էինք սուրբ լերանը վրա։ Աս երբ այս խոսքը Քրիստոսի հարությունեն համբարձում են հետ, քանի տարիների հետ։ Ուրեմն տեսեք Պետրոսին այդտեղ ներկայությունը Հիսուս չէր։ Պետրոսը կներկայացնե հավատքը, ժայռը հավատքի, ամրությունը հավատքի։ Եվ իր երկրորդ նամակի մեջ դիհիշե այդ անցյալի թեփքը, որ իր հետը պատահեցավ։ Իր ներկայությունը այդտեղ կարևոր է, որովհետեւ այսօր ինքը իր երկրորդ նամակի ընտանեկան նամակի մեջ են մեզի վկայե մեզի ասե որ դուք հավատացեք։ Մենք ինչ որ տեսանք ճշմարիտ էր։ Տեսանք այլագերությունը, բայցարագերությունը, տեսանք Եղիան, տեսանք Մովսեսը։ Կվկայե այսօր մեզի Պետրոս այդ իրողությունը եւ այդ ճշմարտությունը սիրելիներ։ Եղիան եւ Մովսեսը երևցան, անշուշտ որ դարձյալ բադահական օրեն այդտեղ չէին։ Մովսեսը կներկայացնի օրենքը եւ պատվիրանները, իսկ Եղիան կներկայացնի մարգարեները, մարգարեությունները, որոնք երկուքը մեկ ամբողջանալով կլան Քրիստոսը, ավետարանը, Աստուծո խոսքը։ Որովհետև Մովսեսը օրենքներն էր, Եղիան մարգարեներն էր, եւ այդ օրենքները գլարանան, գլարացնի ինքը Տեր Հիսուս Քրիստոս, գսեր չկա օրենքները տեղանելու, Մովսեսի պատվիրանները, այդ անոնց գադարելու, լրացնելու, այս անգամ դարբեր հասկացողությամբ, հոգևոր իմաստով, ներքին աշխարհի մեջ է, եւ ոչ թե շոշափելի ֆիզիկական, ինչպես որ հрьяաները մինչեւ այդ ծևի գաբրին։ Իսկ Եղիան մարգարեությունները ամբողջ ներկայացնեն, որ Տիրոջ ծրագիրը, Տիրոջ փրկagorությունը Հիսուսը ինք արդեն ներկայ է։ Ինք Աստուծո գենտանի խոսքն է, Աստուծո էության, Աստուծո մտքին ծնունդն է, Աստուծո գամքն է, որ այդտեղ կա էություն է, մարմնացած է, մարմին ստացած է, եւ Աստված իր այդ մարմնացումով է որ
մարդկության փրկություն բարգեւեց։ Աստված մեկտի չմնաց, անդարբեր չմնաց, միան մարգարեներ չղրգեց, այսօր եք այդրեք։ Այդ ինքը անցամբ եկավ, որբեսի իր ապրելակերպով, իր վարդապետությունով նոր առանց բեգանելու ին օրենքը եւ մարգարեությունները այդ անոնք ապրելով սորվեցնելու իր եկեղեցին, իր հետևորդներուն սիրելիներ։ Իսկ Հակոբոսը կներկայացնե հավատքը, կորձը ավելի ճիշտ, հավատքը Պետրոսն է, կորձը, ծառայությունը, Հովհաննեսը, սերը, սիրո առաքյալը, կներկայացնեն 3 մագարտակներ, մեծ, միջին եւ գրծեր, պատկամ ունին իր մեջ այս բոլորը, մեզի լսելիք ունին այսօր նույն։ Պետրոսը ավակն էր, մեծն էր իրենց մեջը, հավատքն էր, ժայրն էր, եւ Պետրոս պետք է որ Աստծո խոսքը կատարեր, Աստծո կամքը կատարեր։ Եվ եթե գիտենք Փորձկարակելոց գիրքի մեջ Գորնիլիոսի պատմությունը, Գորնիլիոս եւ ընտանիքը, Պետրոս կմերժեր, կփախչեր իրականության մեջ։ Սակայն օրը դեսիկոմը Աստված երկինքեն այսպես գդալ մի քիչեցնե եւ մեջ ամեն տեսակ չորքոդանիներ, անասուններ, դկեր, դերը գսեգես ինչ որ կսրբացնեն կսրբանան։ Եդիր կնագսել Գորնիլիոսին եւ իր ընտանիքին մգրդե։ Եվ այստեղ տեսնենք 3 մագարտակները, մեծը, միջինը եւ փոքրը։ Այսինքն Տիրոջ մոտ սիրելիներ, տարբերություն չկա։ Ոչ մարդկային ցելերուն, ոչ դարիքի, ոչ ով ես կամ ով եմ։ Տիրոջ համար ամեն բան սուրբ է, այնքան ադեմ որ ինքն կսրբացնեն սիրելիներ։ Եվ Պետրոս գործադրեց, պարտավոր էր գործադրելու, գնաց եւ գսե Գորնիլիոսը ամբողջ իր ընտանիքով մգրտվեցավ։ Ձերեն մինչև նորածին մանուկը։ Սա ցույց կտա, որ դերը բոլորը կընդունի, իրենց ամեն դարիքներով, իրենց ամեն դգարություններով, մեզի նույնպես սիրելիներ, մեր դգարություններով, մեր սխալներով, մեր թերություններով, մեր հանցանքներով կընդունի մեզ դերը։ Այնքան ադեմ, որ երբ մենք կգիտակցին, մեր հոգիներում ու սրտերում մեկ զունգի կուքանք և դիրոջմեն ներողություն կխնդրենք և գաբաշխարենք կսելով ով դեր կավյա զիսս մեղավորս։ Իսկ Հովհաննեսը սեր կներկայացնել դիրոջ մեծագույն սերը, ամբողջությունը, հավատ, գործ և սեր։ Այս երեքը ամբողջությունը են, քրիստոնյային յանքին մեծ սերիներ։ Եթե հավատ չունենանք, իզուր է, մեր քարոզությունը գսե։ Եթե գործ չունենանք, մերած է մեր հավատքը։ Եթե սեր չունենանք, թարցյալ մերած է իզուր է մեր քարոզությունը և մեր ծառայությունը։ Այսինքն, միայն շրթունքներով չէ, որ Աստված պիտի բաշխենք, այլ մեր հոգիեն բխած, կամ այնինչ, որ Աստված ամեն մեկուս դված է շնորհքը, արաբելությունը, հատկությունը ծառայելու համար։ Պողոս առաքյալը չկսելիս է բոլորս Քրիստոսի մարմինը կներկայացնենք։ Ամենս թերակատարություն ունենք, մեկս աչք ենք, մեկս ականջ ենք, մեկս գլուխ ենք, մեկս ձեռք, մեկս ոտք, ամեն մեկս թերակատարություն ունենք սիրելիներ։ Կարևորը հավատացյալը ինքը իր աղոթքի միջոցով, իր Աստուծո հետ, Քրիստոսի հետ գաբակցության ընթացքի մեջ Տիրոջ մեծ ընտրել թե դեր ես ով եմ, ես ինչ եմ քո երգեցիք մեզ, իմ գործս ինչ է, իմ ներիկս ինչ է, դերը անպայման կհայտնի։ Գսխալին սիրելիներ, երբ որ արաքավազ գտնանք, այո, բոլորս խանդավառնենք, Տիրոջ մի ծառայենք, Աստծո խոսքը մի կարդանք, մի քարոզենք, ամեն մարդ չի գնար քարոզել, ամեն մարդ չի գնար եկել, ամեն մարդ չի գնար հարցրացային աղոթել։ Այն մարդ չի դեր աս միկրոֆոնը դերը տնեն, ամեն մեկի գործ ունի, իր բարդականություն ունի, երբ որ եկեղեցին, եկեղեցվո զավակները, ամեն մեկը իր գործը գիտնա, կամ իր առաքելությունը, կամ իր հատկությունը, կամ այն շնորհքը, կամ այն բարգերը, որ Տիրոջ կողմեն ինք ունի, ամեն մեկս կամբողջացնենք Քրիստոսի մարմինը եւ անոր անդամները։ Բոլորս ա Տիրոջ
անդամներն ենք իր մարմինին դիսել։ Այո, այսօր տապորներն ենք։ Մշուշոտ աչկերով գնային պատահածին։ Դերը գայլագերբի, գվայցարագերբի, և յան և Մովսեսը իր երկու գոմերն են։ Այսօր Տիրոջ փառքի օրն է։ Տիրոջ իսկական հայտնության օրն է, որովհետև Ելյան և Մովսես եկան լսելու մեզ այսօր առաքյալներուն հետ միասին, և Աստծո ձայնը երբ կլսենք լսելով, այս է իմ սիրելի որդին, որուն հաջեցա լսեցեք իրեն։ Ելյան և Մովսեսը ասին, այս է մեր օրենքին և մեր ուսուցումներուն և մեր մարգարեություններուն մարմնացումը Հիսուս Քրիստոսը։ Եվ բոլորս առաքյալներուն պես մշուշոտ աչքերով չնային, փանանք մեր աչքերը, բաց աչքերով, բաց մտքերով, արթուն հոգիներով նային պատահածին և այդտեղ մեջտեղը պայծառագերբողը ով է։ Հիսուսն է։ Հրգիչն է, որ իրեն հետևողներուն հավիտենական կյանք կվարկե։ Կյանքի առաջնորդն է, կյանքի լույսն է, թափորներն ենք հիմա սիրելիներ, առնենք ինչ որ պիտի առնենք, ըստանանք ինչ որ ըստանանք, Տիրոջն լույսը, կյանքի համը, կյանքի նպատակը, առաքելությունը, սերը, ծառայությունը, հավատքը, լիցքավորվենք, որովհետև Պետրոս պիտի քիչ հետո դեր դաղավար շնենք մնանք, ոչ մնան չկա պիտի շնանք, պիտի երթանք ոսկե քիչ հետո բոլորս, մեր կյանքերում, այս միևնույն ժամանակ, մենք իբրև ընդրվածներ, մեր առաքելությունը մեր կյանքերով ցույց պիտի տանք։ Մեր առօրյայի մեջը, հանկարծ մեր առաքելությունը լրություն կլա, լրությամբ մենք մոպամը գսենք, խոսքով մենք մոպամը գսենք, գործով արարքումը մենք մոպամը գսենք, բայց պիտեսենք պամը սիրելիներ։ Աստված այդքան ադեմ, որ մեզի ինչ գսենք, մենք այդ կնենք օրհնություն նկարնա, թե մեզի և մեր թիմացին նմար։ Թափորներն ենք, իջնանք, չմնանք, չբարգինք, չթույնանք, այդտեղի մեր ստացած զորությունը առնենք և երթանք աշխարհին։ Հացեք այսուհետև աշակերտեցեք ամբողջ աշխարհին, մգրտեցեք անոնց անուն Հոր և Որդու և Օգնին Սրբով։ Այո սիրելիներ, սա մեր բարդականությունն է, սա մեր առաքելությունն է։ Հաճախ թափորներ են Տիրոջ հետ, մեգուսանալ Տիրոջ հետ, զորանալով ետքալ և կյանք շարունակել։ Ամեն դար այսօրենում շնորհավոր պայծառագերբության, այրագերբության տոնը, վարդավարը մեր ազգային տոնը և շնորհավորեմ Վարդին գարձեմ շնորհավորեմ անունով Դաբրիս, պայծառ, Վարդի, Վարդուհի, այս անունները գրողները բոլորնակ իրենց անունի տոնն է, մեր ազգային տոնն է սա մեկը, չուր սրսկել իրարու վրա, սակայն ինչպես որ գիտենք հեթանոսորտերեն եկած սովորությունն է, բայց մեր եկեղեցու հայրերը շոշափելով մեր ազգի, մեր ժողովուրդները, իրենց գրոնքներն առաջ, ճշմարիտ գրոնքներն առաջ միշտ ունեին տարբեր չասվածներ, օրոքներ, սովորություններ, հարկելով այդ բանը մեր եկեղեցու հայրերը, այսօր վարդավարի տոնը միացուցած են այլագերբության, իբրև մաքրության, սրբության, օրհնության օր։ Չուր կսրսկենք իրարու կսենք կյանքդ երկարելա, կյանքդ պայծառելա, կյանքդ մաքուրելա, Տիրոջ օգնություններով։ Քիչ առաջ երիտասարդ եղբայրս ա, որ այդ չուր սրսկողներուն արդյոք քանի տոկոսը այսօր իմաստը գիտեն, հաստատ եղել, որ մեծամասնությունը գիտեն։ Ես Արգու եկեղեցին էի, իսկապես զմայլեցա շատ և ասպես մեջս ուրախություն եղավ։ Եկեղեցու կեսեն ավելի երիտասարդներ էին, ձունգի եկած, կետին բարգած Աստված կպաշտեին, ամի արդյունքով մեղա Աստծո գսեին։ Նայեցեք, այսօր որոմի և ծորենի հասկը միասին կվեցնան, այդ որոմները մեզի պիտի չխանգարեն, մենք իբրև հաս պիտի մեզնան հասակ առնենք և երբ ինձկի օրը կա, պիտի տրվենք այն արմանդեղ որտեղի կվեզի արմանդեսած են։ Գրգին անգամ բարի դարիներ ամեն դար այսօրերուն շնորհավորելով պայծառագերբության, այլագերբության դոները սիրելիներ և վարդավար անշուշտ։ Ուրախ եմ գրգին անգամ, որ ցեզի հետ եմ, ցեզի հետ Աստծո խոսքը բաժնեցեցա, չեմ գիտեի եկա խոսեցաներով ներեք հետողնեցի ցեզի, բայց ուզեցի, որ այսպես մանրամասներ քիչ մբերնուցեն, որովհետև Աստծո խոսքը ինչպես որ պատահական չէ, Աստծո գործերը ամեն բան սերտված է, բայց այլագերբության օրնան այսօրնան իր մեծ պատկան ունի, որ Հիսուս Քրիստոս
ինքն է բրգիչը, ինքն է դերը, ինքն է մարմնացումը բոլոր օրենքներում եւ բոլոր մարգարեություններում եւ Աստծո գամքին, Աստծո խոսքը մարմնացավ եւ մեր մեջ ապրեցավ եւ Գավրի եւ Դավիթ իրենը հավիտյան առաջացավ։ Շնորհակալություն։ Եթե կպապակի բզդիկ աղոտմը հարցար որ եղբայրս ասա, որ բզդիկ աղոտմը մայս պսնտա։ Ես ինչպես որ եղբայրս գնեմ ես։ Որ եղբայր խոսք։ Աբետան մուր։ Ոգիս եմ որ եղբայրս։ Անմոր և որդվո և ոգույն սրվո ամեն։ Պարքի ու պարաբանության արժանի, մեր երկնավոր հայրը, մեր բրգիչը Տեր Հիսուս Քրիստոս, Աստուծո կենտանի խոսքը, Աստծո գամքի մարմնացումը, որ եկար մեր մեջ ամենայն բարձրով ապրեցար, սակայն քու բարձրությանդ մեջ ով դեր մենք յանքը, լույսը և ճշմարտությունը ջանցանք։ Քու անձիտդ մեջ են մենք ստացանք բրգությունը և յանքը հավիտենականությունը, արկայությունը ով դեր։ Բնականաբար ով դեր մենք դագամին և այս աշխարհի վրա մեր ոտքերը կքալե, իբրև դգար ծառաներդ ենթակային հաճախ սխալելու։ Բայց մեր խնդրանքն է ով դեր, այսօր երբ քեզի հետ բայծարագերբության լերան վրան ենք, տապոր լերան վրա, ինչպես Պետրոսը, Հակոբոս և Հովհաննեսը իրենք տեսան, վկաները դարձան և զորացան, մենք ով դեր իրենց հետ միասին կտեսնենք ու կվկայենք, թե դու թուն դերն ես, թուն մարգարեություններուն մարմնացումն ես, կատարումն ես, ով դեր թուն օրենքն ես, թուն բատվիրանն ես, և կատարողն ես, և մեզի սորվեցրող ես, ով դեր մեր այս դգար անցերը զորացուր, լեցուր սուպոքի շնորհներով ու բարգևներով ըտ, որպեսզի գրնանք մեր դգար այս անցերով քեզի ծառայել, եկեղեցի ծառայել, քեզի բիդանի ըլլալ, ով դեր թուն փրուտին պես մեզի փուցերքերուտ մեջ շաղե, ընդիր աման մրե, ինչպես որ Պողոս Արաքյալը և քեզի կհալածեր, ընդիր աման մզին ընդրեցիր և երբ հալածիչ էր եղավ ու կարոզիչըտ։ Մենք ագծընտրենք ով դեր, շաղե մեզի, ծևավորե մեզի, գաղաբարե մեզի ով դեր, որպեսի մենք կան Պողոսի նման ու կարոզիչ տնանք, ու պարտը թույսով ըլանք, ու խոսքիտ մեկնաբանողը և ապրողները և ապրեցողները ըլանք։ Դեր մենք քիչ կգդիշնանք տապորներ են քեզ հետ միասին, սակայն գիտնալով որ դու մեզի հետ դիտած ու խոստումի համաձայն, երբ ասիր ես քեզի հետ եմ մինչև աշխարհի վաղճանը։ Դու մեզի հետ ես ով դեր, դու մեզ պիտի օգնես, դու մեզի պիտի ցույց տաս, թե ինչ քայլերով պիտի առաջ երթանք և ինչպես քեզի պիտի ծառայենք։ Փառք ու բադիվը քեզի գվայելը ով դեր, հրեշտակներու պահպանությունը, բոլոր սուպերուն բարեխոսությունը, աղոտները և մենք իբրև ու եկեղեցի, եղբայրներ ու քույրեր, երբ հավաքվին այդ մեզի համար դառնալ հաճույք և վայելչություն և ուրախություն ու սուրբ անունիդ ներկեր։ Թուն ուր որ ես, մենք ուր որ ենք թուն հոնես ով դեր, ու բարգովըտ Գավրի ու զորությամբ, բարավորյալը դա ու սուրբ անունիդ ով դեր, այժմ և միշտ և ավիտյան է սավինենից։